Վերադարձանք տաղավար, շնորհակալություն նրանց արած մեծ աշխատանքի համար, մեր բոլոր արխիվագետներին ևս մեկ անգամ շնորհավորում ենք ու հիմա էլ շտապում ենք արդեն խոսքը փոխանցել մի համեղանկյուն Շատ ուղիղ հարվածով դեպի խոհանոց, որտեղ Անուշն է այս անգամ մենակ չէ, բարի լույս։ Բարի լույս Անուշ, բարի լույս Պետրոնեվ, Բաբելյանն է նաև մեր տաղավարում, շատ ուրախ ենք նորից ես այստեղ տեսնել, հատկապես մեր գեղեցկուի եւ շատ շնորհալի Անուշի հետ։ Շնորհակալ եմ, բարև Փեփրոնե եւ այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի բաղադրատոմս, որը որ հենց Փեփրոնեն է առաջարկել, հիմա խնդրեմ դու ներկայացնես թե Բայց հեղինակային չի։ Այո, հեղինակային չէ, բայց դուք հավանել եք, սիրել եք եւ որոշել եք պատրաստել։ Խնդրեմ, ասեք։ Շատ հետաքրքիր աղցան ենք այսօր պատրաստելու, հավի կրծքամսով, բայց ամենակարևոր բաղադրիչը մեր թանձրուկն է լինելու թահինով։ Աղցանը արևելյան է, ես իմ սիրելի բարեկամներից մեկից եմ սովորել, սիրիահայ, ու հետաքրքիր նաև գաղտնիքներ կասեմ, ինչպես այս թանձրուկը համեղ սարքել, որ դառնություն չունենա, որովհետև թահինի սոուսը կամ քունջութի պաստան մի փոքրիկ դառնություն ունի, այո, եւ ինքը ինձ գաղտնիքը ասել է, թե ինչպես անենք, որ համեղ ստացվի։ Արի սկսենք, այո, Անուշը պետք է կտրատի կրծքամիսը, իսկ ես թանձրուկը կպատրաստեմ։ Մեզ ինչ է հարկավոր աղցանի համար։ Ասեմ ինչ է հարկավոր, մեզ պետք է թահինի սոուս կամ մածուկ մեր սերմերի, ունենք կիտրոն, ունենք հունական յոգուրտ, եթե ձեռքի տակ չի լինի, կարող եք մեր հայկական, դասական մածունը վերցնել, ուղղակի մի փոքրիկ թթվաշ կստացվի, ունենք հազար եւ չորահացեր, դա արդեն իմպրովիզի հարց է, մատուցելու համար ենք այո ունենալու, եւ ունենք սխտոր, փոքրիկ համի համար, փոքրիկ պիկանտ հետաքրքիր համ է հաղորդելու։ Սկսեմ կիտրոնից, առաջինը պետք է կիտրոնը հյութաքամել եւ արդեն ավելացնել մեր թանձրուկը։ Ամբողջ գաղտնիքը հենց թանձրուկի մեջ է։ Այո։ Եվ իդեպ թահինի թանձրուկը շատ օգտակար է, որովհետև հարուստ է կալցիումով, որովհետև մեր քունջութի սերմերը իդեպ ասեմ, որ շատ բոլորը մտածում են, որ կաթնաշոռի մեջ է ամենաշատ կալցիումը պարունակում, բայց ոչ, ես միշտ իդեպ աղցաններին այստեղ հաճախ ավելացնում եմ ու միշտ պարտադիր ասում եմ, ովքեր ունեն խնդիր կալցիումի, կարող են քունջութ օգտագործել օրը գոնե 2 ճաշի գթալ։ Այո, երեխաներին էլ կարող եք տալ, կարելի է ուղղակի աղալ, որ հեշտ լինի ուտելը եւ շատ օգտակար է։ Այո։ Եվ նույնիսկ հիշում եմ, որ ոչ միայն քունջութը պետք է կուլ տալ, այլ պետք է լավ ծամել։ Այո, լավ պետք է ծամել, որպեսզի օգտակարությունը հենց այդ ծամելու process-ի մեջ է։ Նշեցիք, որ դուք թանձրուկի գաղտնիքները մեզ հետ կկիսվեք։ Այո։ Եվ ինչպես անենք, որ դառը չլինի։ Ինչպես անենք, որպեսզի դառը չլինի, պետք է ավելացնենք մածուն կամ հունական յոգուրտ։ Դա թե քանակ մեզ կապահովի։ Իդեպ հիմա որ խառնեցի, նաև կնկատեք, որ թանձրուկը, մեր թահինի թանձրուկը եւ լիմոնը իրար հետ խառնվելուց բավականին ստրուկտուրան փոխում են, այդ մածուցիկությունը կորում է, պնդանում է եւ մածունի իմաստը նաև մի քիչ մածուցիկությունը ավելացնելն է, որպեսզի հաճելի լինի տարբեր բաղադրիչների հետ խառնելու գործում։ Ես հիմա կավարտեմ արդեն իմ կիտրոնահյութի քամելը։ Մենք նախապես հավի կրծքամիսը խաշել էինք եւ ասեմ, որ այստեղ աղ չենք ավելացրել, այնպես որ ես կավելացնեմ թանձրուկի մեջ, այո։ Եվ պետք է շատ մանր կտրտել, կարելի է նաեւ ուղղակի հարիչով հարել։ Այո։ Կամ պատառաքաղներով այդպիսի էլի խոհարարական հնարք կա։ Օգտագործում ենք պատառաքաղներով ինչպես։ 2 պատառաքաղով թելիկների այսպես։ Մի րոպե։ Կարող ես փորձել։ Մնում է գտնել երկրորդ պատառաքաղը։ Ես կիտրոնի հյութը այստեղ ավելացնեմ։ Որ մեր հեռուստադիտողներն է տեսնեն։ Խնդրեմ։ Հիմա, ես ցույց տամ։ Ցույց տվեք ինչպես։ Այսպես։ Թել-թել ենք անում այսպես ասած։ Թելիկների է բաժանվում, այ ոչ թե կտրտված։ Իդեպ մի անգամ տեսա, վերջերս որ անգամ բանով են, միքսերով են կամ հարիչով, այո, հրուշակագործի, այդպես էլ է, պարզվում է ստացվում, այսպիսի թելիկներ։ Շնորհակալություն։ Իսկ դուք հաճախ եք խոհանոցում փորձարկում այս թրենդները տարատեսակ։ Այո, ես վերջերս փորձառություն ունեցա մի առողջ բաղադրատոմս փորձել, որ ընդհանրապես չէր համապատասխանում
առողջ ապրելակերպ։ Չէ, ոչ թե առողջ, այլ չէր ստացվում այնքան համեղ, ինչքան որ ներկայացվում էր այդ տրենդային վիդեոյի մեջ, փախլավան էր մեր հայկական, բրնձի թերթիկների մեջ, բայց ես անկեղծորեն խորհուրդ չեմ տալիս փորձարկել։ Եվ ես էլ շատ այսպես նայեցի ու մտածեցի արդյոք համեղ կլինի այդպես։ Համեղ չէր։ Ես արդեն ասեցի, իմ տեսանյութը, որպեսզի չկորի, կիսվեցի նաև մեր դասական վանափախլավայի բաղադրատոմսով։ Իսկ առաջարկողը ազգությամբ հայ է։ Հայ չէր։ Դրա համար էլ խառնել էր դարձրել չի տեսել մեր հայկական փախլավան լրիվ այլ համ ունի եւ ճիշտ է հնարավոր է ավելի քաղցր է, չգիտեմ, առողջ սնունդի մեջ այդքան էլ չի մտնում, բայց ինձ թվում է փոքրիկ մի կտորը ճիշտ ժամանակին օգտագործված չի խանգարի ոչ մեկին։ Քիչ անց կասեք թե ճիշտ ժամանակը որն է, բայց կասեք վանափախլավան որն է, ինչով է տարբերվում սովորական փախլավայից։ Ես ճիշտն ասած արևելյան տարբերակները տեսել եմ, պիստակով եմ պատրաստում։ Մենք պատրաստեցինք հենց ընկույզով։ Իդեպ շեֆ հրուշակագործի օգնությամբ էինք պատրաստում, ինքը բոլոր գաղտնիքները այնտեղ մեզ ցույց էր տալիս, ընկերուհուս հետ էինք գնացել, այնպես որ շատ իրոք անմահական է ստացվում մեր փախլավայով։ Ես ուրեմն ինչ արեցի ասեմ, մեր թանձրուկը թահինի լցրեցի գիտրոնի հետ եւ մի փոքր ձիթայուղ ավելացրեցի։ Հիմա կավելացնեմ հունական յոգուրտը ու կհասկանանք թե մեզ անհրաժեշտ մածուծիկության համար ինչքան է պետք։ Այսպես աստիճանաբար կավելացնեմ, որպեսզի չսխալվենք ընթացքում։ Ինչպես հասկանանք, որ արդեն մի փոքր թանձրանում է։ Խառնելու համար, այո, իրականում ես արդեն այդ process-ը անցա։ Այո։ Խոսում էինք, բայց այդ process-ը հատկապես ակնհայտ է լինում, երբ դուք դա բլենդերով եք հարում։ Երևի քիմիական process-ները մի քիչ այլ են, քան ձեռքով հարելուց։ Այստեղ արդեն մենք ունենք պատրաստի թանձրուկը, կարելի է ասել, միայն սխտորը պետք է կտրատեմ։ Չգիտեմ, երևի ինձ այն մեծ շեղբով դանակից փոխանցես։ Այսպես, այո, որպեսզի կոտրեք։ Այո, ես մի քիչ հիմա աղմկելու եմ, պետք է այսպես դնել ու ճզմել սխտորը, հետո այսպես մանրեցնել։ Սա էլի մեխանիկական տարբերակն է, բայց կարող եք բլենդերով կամ սովորական սխտոր ճզմիչով ավանդական։ Այո, այդպես էլ կարող եք անել։ Դե հիմա ասեք, տեսնենք թե քաղցր ուտելու կամ փախլավա ուտելու ժամանակը երբ է։ Իրականում դրանք դեռ սննդաբանների փորձարկումների ստադիայում են, բայց շատ սննդաբաններ առաջատար իդեպ ես հետևում եմ կամ լսում եմ տարբեր ոդքասթների եւ հաղորդումների շրջանակում, իրենք պնդում են, որ առավոտյան, երբ մենք գիշերը հաց չենք կերել եւ երկար ժամանակ մեր ստամոքսը դատարկ է եղել, պետք է քաղցր նախաճաշով չսկսել, որովհետեւ դա բերում է շաքարի բարձրացման արյան մեջ, ինչը այդքան էլ լավ չի, հետո մենք առողջական խնդիրներ կունենանք, երկարաժամկետ իհարկե կտրվածքով։ Դրա համար խորհուրդ է տրվում նախաճաշը միշտ սկսել բջջանյութ պարունակող սնունդով, օրինակ բանջարեղենով, ոչ քաղցր, ոչ ածխաջրային ես կասեի, հետո սպիտակուց, առողջ ճարպեր։ Իրականում կարելի է, բայց ես ասեմ ես ինչպես եմ։ Այո, դուք գիտեմ, որ ես միշտ, այո, բալանսավորված ափսե եմ ինձ համար պատրաստում, սկսում եմ աղցաններից կամ բանջարեղենից, հետո անցնում եմ սպիտակուց, օրինակ հավկիթ կամ հավի կրծքամիս, նմանատիպ կամ ձուկ, չգիտեմ, հետո առողջ ճարպեր, օրինակ ավոկադո կամ ձիթայուղ, իսկ վերջում արդեն հաց։ Հացը պարտադիր է, իդեպ հացը հանելը ես կարծում եմ, որ ճիշտ չէ։ Ուղղակի լավ կլինի, որ հատկապես թթխմորով հաց լինի։ Էդ էլ իմ երկրորդ սիրելի թեման։ Այո, ես գիտեմ, որ թթխմորով հաց է պատրաստում, շատ գեղեցիկ, համեղ։ Այստեղ չենք ավելացնում։ Արի խառնենք այստեղ, հետո արդեն մատուցման ափսեների մեջ։ Լավ, հիմա ասեք ինչ անենք։ Չէ, արի խառնենք այստեղ։ Միսը խառնենք։ Այո, միսը խառնենք, ճիշտ է։ Այս սալաթը, ասեմ, որ ամբողջությամբ սպիտակուցով հարուստ աղցան է, հրաշալի, շատ համեղ է, բացի որ համեղ է, նաև շատ օգտակար է, մայոնեզ այստեղ չկա։ Այո։
Իդեպ այս թանձրուկը կարող եք օգտագործել նաև մութաբալ պատրաստելիս, էլի կարծեմ հենց շատ ունիվերսալ թանձրուկ է եւ տարբեր աղցանների սմբուկի հետ շատ լավ սմբուկի հետ շատ համատեղ եմ պատրաստել համեղ է այդպես, այո։ Եվ հիմա մենք մտածել ենք երկու ձևով մատուցենք, մեկը 1000-ի տերևներով, կլցոնենք ուղակի, մյուսն էլ չորահացերով։ Առանձին անենք թե հերթականությամբ։ Դու ասա ես ինչպես անեմ, դու կարող ես 1000-ի տերևներով մատուցել, իսկ ես այսպես չորահացերը դնեմ։ Շատ լավ։ Ուրեմն ուղակի վերցնում ենք գեղեցիկ 1000-ի տերևները, մի փոքրիկ ավելացնում ենք այսպես եւ սկսում ենք շարել մեր մատուցամանի մեջ ընդամենը։ Մեկ բաժնով պատրաստել։ Կարող եմ հավաստիացնել, որ ձեր հյուրերն ու տան անդամները շատ կգնահատեն թե համը, թե մատուցման ձևը։ Իսկ այստեղ դնենք այլ ձևով։ Հիմա կենտրոնում ուղակի կարող ենք դնել եւ չորահացերով։ Նաև հետո կձևավորենք, այստեղ ունենք քունջութի սև եւ սպիտակ քունջութի սերմեր, ուղղակի էսթետիկ գեղեցիկ մատուցման համար դրանք կօգտագործենք, բայց էլի օգուտներ կստանանք, քանի որ ունենք քունջութի ամբողջական սերմեր։ Բավական է այսպես։ Այո։ Իսկ մես ավելի տոնական է, չէ՞ ստացվում մատուցման համար։ Այո, շատ գեղեցիկ ստացվեց։ Այդպես։ Ընդհանրապես հիմա չորահացերով յուրաքանչյուր աղցան, նախուտեստ, շատ հետաքրքիր է ստացվում, երբ որ մատուցում ես այդպես, միշտ գրավիչ է լինում, չէ՞։ Այո։ Փեփրոն է։ Դեպ նաև օգտակար են, եթե լավ իհարկե բաղադրություն ունեն։ Համարվում են լավ ալտերնատիվ վատ հացերին։ Այո, փոխարինում են։ Բայց մենք միևնույն է տաք հացի սիրահար ենք։ Այո, պանրով։ Դա հայկական չորահաց հասկացողությունը ինձ թվում է դեպի Եվրոպայից է գալիս։ Այո։ Բայց մեր տատիկները ինձ թվում է հացն էլ շատ լավ, մեր լավաշը շատ առողջ բաղադրություն ունի, համեմատելի չէ հիմա ցավոք սրտի տարբեր տեսակի հավելումներով հացերի հետ եւ թթխմորով են պատրաստել եւ լավաշ են պատրաստել, որը էլի շատ հետաքրքիր է։ Մի հատ տեսեք, խնդրում եմ, ինչ գեղեցիկ է ստացվել։ Վերջի շտրիխները Անուշ, Այո։ դու էստեղ վերցրու, ավելացրու, ես էլ այստեղ ավելացնեմ։ Սև եւ սպիտակ ավելացնենք, որպեսզի սևն երևա։ Իդեպ մի բան էլ ավելացնեմ, այսպես մատուցման դեպքում կարող եք մի քիչ բուսայուղ կամ ձիթայուղ ավելացնել, ինչպես, ահա, փոքր կարող ենք։ Եվ այստեղ էլ, այո։ Շատ գեղեցիկ ստացվեց։ Հրաշալի է ուղղակի։ Ես մի փոքր ձիթայուղ կավելացնեմ եւ ավարտում տեսք կստանա մեր ուտեստը։ Հրաշալի, շնորհակալ եմ Փեփրոնե։ Սիրով, միշտ սիրով։ Մեր հեռուստադիտողները հաստատ կպատրաստեն։ Իրականում շատ գեղեցիկ է ստացվել ամեն ինչ։ Մենք դեռ հեռվից ենք դիտում, իհարկե մեր գործընկերների շնորհիվ ցուցադրված կադրերով, շատ շուտով րոպեներ անց մենք արդեն այդտեղ կլինենք, նույնիսկ համտեսենք այդ ամենը։ Փեփրոնը ինչպես միշտ շատ հետաքրքիր բաղադրատոմս, թեթև ու արագ պատրաստվող, Անուշն էլ, իդեպ Անուշն էլ շատ արագ ու այսպես միշտ հարմար, միշտ իր էսթետիկ այդ գույները, համադրությունները, մեծ մասը իրականում այո, շատ առողջ բաղադրատոմսեր եք առաջարկում, ինչի համար շատ շնորհակալ ենք մենք ձեզ։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ ձեզ սիրելիներս առաջարկում ենք այս պահին, եթե արդեն սկսել եք նախաճաշել, ապա բարի ախորժակ, բայց լավ երաժշտությամբ այդ ամենը անենք, դեմ չէ՞։ Ոչ իհարկե։ Վայելենք երաժշտություն, կվերադառնանք ու կշարունակենք։